Արևծես հարկելի ագնթիրներ, հետմիչորեի ժամը 4-ն է, Future պատկերասպիրի գայան ենք սկսինք հայերեն լուրերը, նախ կփոխանցենք խորակիրները։ Շահե եպիսկոպոս Փանոսյան գնդրվի Լիբանանի հայոց թեմի առաջնորդ։ Բրրի Ժնևի մեջ խոսակցություններ գունենա Աբրահամյանի հետ։ Բան գարաչարգե քիմիական զենքերու հավելյալ մասնակետներ ուղարկել Սուրիա։ Գանցնիկ մանրամասնություններուն Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սլեյման թադաբարդեց Սուրիո կողմէ հիվանդադար գարկի մռնփագոծումը Լիբանանյան Ուադի Հմեյեդ շրջանին մեջ գոչ ուղղելով մարդասիրական հաստատությունները զերծ բահել բادرազմական գործողություններ են։ Սլեյման արտաքին գործոց նախարարի պաշտոնագետար Ադնան Մանսուրի հետ քննարկեց երկրի ընդհանուր գացությունը եւ ինդոնեզիական նավու ողբերգության զոհ կացած, ինչպես նաեւ վերաբրած լիբանանցիներուն մասին քոյություն ունեցող դեղեցությունները։ Բահադդայի այսօրվան այցելուներեն եղավ նաև զինվորական ադյանին մոտ գառավարության ներկայացուցիչ Թադախազ Սաըր, որ նախագահի ներկայացուց ապահովական գարկմը փածված թղթաձրարներուն ընթացքը։ Ինդոնեզիական նավու ողբերգութեն են վերաբրած լիբանանցիներու երկրորդ եւ վերջին խումբը այսօր երեգոյան կվերաթարնա Լիբանան։ Վերաբրողներուն կընկերակցի լիբանանյան պաշտոնական պատվիրակությունը։ Մյուս կողմէ լիբանանյան բանակի գաղտնի սպասարկությունը հաջողեցավ Զահրանիի ծովեզերի աչուրերուն մեջ գրավել նավակը, որոնք կփորձեին աբորինի գերբով քաղտել դեպի Իտալիա։ Սերբակալյալներուն շարքին էին նավուն լիբանանցի սեփականատերը, ինչպես նաև շարքը լիբանանցիներ, սուրիացիներ եւ բաղեստինցիներ։ Հրաժարյալ վարչապետ Նեժիբ Միաթի հայտարարեց, թե լիբանանյան կողմերուն միջև վստահության վերահաստատումը եւ նոր կառավարության գազմությունը դարձած են խիստ առաջնահերթություն։ Ան նաեւ շեշտեց երկխոսության վերսկսման կարեւորությունը։ Միաթի վարչապետարանին մեջ լիբանանյան բաղեստինյան երկխոսության հանձնախումբի նոր դեսլագանի ներկայացման ընթացքին նաեւ ասավ, որ ժամանակը հասած է բաղեստինցիներուն հետ հարաբերությունները գերդելու ներառյալ դուն դարձի իրավունքի հարցով։ Միաթի նաեւ ընդգծեց բաղեստինյան թադը վառ եւ մնայուն ներկայություն բահելու անհրաժեշտությունը։ Միաթի նաև հայտնեց, թե Լիբանան մեծ դժվարություններ կդիմակրավե սուրիացի քաղաքականներու հոսքին պատճառով։ Լիբանան չի գրնար քաղաքականներուն փերը գրել առանց միջազգային ընտանիքի զորակցության, ըսավ Միաթի, ավելցնելով, որ Լիբանան հանձնառու է սուրիացիներուն հետ եղբայրության սկզբունքներուն, սակայն առաջնահերթությունը Լիբանան հայրենիքն է։ Հետևաբար մենք վերադեսության պիտի ենթարկենք իրավիճակը Լիբանանի մեջ գտնվող յուրաքանչյուր սուրիացիին, որ չի գրնար քաղաքականի կարգավիճակ, ըսավ Միաթի։ Ժնևի մեջ խորհրդարանական միջազգային համատաշնակցության 129-րդ ընդհանուր ժողովի աշխատանքներուն մասնակցելու կողքին Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բրրի այսօր հանդիպում ունեցավ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հետ, իսկ երեկ Բրրի տեսակցեցավ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ։ Հանդիպումի ընթացքին Աբրահամյան թրվադեց երկկողմանի հարաբերությունները, շեշտելով, որ Հայաստան հանձնառու է Լիբանանի եւ շրջանի ապահովական գայունության։ Իր գարկին Բրրի նշեց, որ Սուրիո դակնաբը ոչ միայն սահմանագից երկիրներուն, այլև ամբողջ շրջանին վրա իր հետևանքները եւ աստեցությունը կրնա ունենալ։ Բրրի հաստատեց, որ հակառակ դարացայնություններուն Լիբանանի իրավիճակը լավ է։ Բոլոր մագարտակներու վրա գա լիբանանյան որոշումը, որ գարկիլ է քաղաքացիական պատերազմի փռնգումը հակառակ երկրին մեջ դիրող քաղաքացիական սուր երկփեղումին, ըսավ ան։ Հանդիպումի ավարտին Աբրահամյան Բրրիին հանձնեց Հայաստան այցելության հրավերումը։ Դեղական կետնի վրա Քեղամ արքեպիսկոպոս Խաչերյանի հրաժարականեն յետք Լիբանանի թեմի ազգային երեսփոխանական ժողովը երեկ երեգոյան կումարեց ժողովը Բեյրութի ազգային առաջնորդարանի դահլիճին մեջ միակ օրագարկ ունենալով թեմի նոր առաջնորդի ընտրությունը։ Ազգային երեսփոխանական ժողովի ադենաբեդ Դիկրան Ջինբաշյան ներկաներուն ընթերցեց առաջնորդի ընտրության օրենքները, նաև ազգային երեսփոխանական ժողովի եւ Մեծի Դանընգելիգյո Արամ առաջին վեհապար հայրաբեդի միջև փոխանակված նամակները, ինչպես նաև Գաթողիկոսին կողմէ փոխանցված ընտրելի միապաններուն հնքանուն ցանկը եւ անոնց կենսակրական տվյալները։ Ջինբաշյան գարտած նաև Լիբանանի թեմի առաջնորդական տեղաբահ Հարություն Ավակ Քահանա Գոստանյանի նամակը, ուր նշված է Լիբանանի թեմի ազգային իշխանության խառն ժողովին կողմէ հնքանուն ցանկեն ընտրված եռանուն նախընտրական ցանկը Գոմիդաս արքեպիսկոպոս Օհանյան, Շահե եպիսկոպոս Փանոսյան, Մասիս Ձայրակույն Վարդապետ Զոբույան։ Այնուհետև դեղի ունեցավ քվեարկություն։ Ընտրողներու 34 ցայներեն Շահե եպիսկոպոս Փանոսյանը ստացավ 29 ցայն, Մասիս Ձայրակույն Վարդապետ Զոբույան 1 ցայն, Գային 3 հատ ջերմակ քվեներ եւ 1 անվավեր քվեաթերթիկ։ Շահե եպիսկոպոս Փանոսյանը ստացած լալով ազգային երեսփոխանական ժողովի անդամներուն ավելի քան 2/3 ցայները ընտրվեցավ Լիբանանի հայոց թեմի առաջնորդ։
Արդյունքին մասին դեղյակ պահվեցավ Արամ առաջին գաթողիկոսը, որում վավերացում են ետք, նորընտիր առաջնորդը պիտի ստանձնե իր պաշտոնը։ Արամ առաջին գաթողիկոս Մեդիդան Անգելիգիո վավերացնել է ետք գդարված ընտրությունը շնորհավորեց նորընտիր առաջնորդ Սրբազանը, վստահություն հայտնելով, որ թեմի ժողովականության հետ կորձակցապար ան իր քերակույն գարելին իքորձ պիտի տնե օգտակար դառնալու Լիբանանի թեմի մեր սիրելի զավակներու ազգային եկեղեցական գարիքներուն։ Շահե եպիսկոպոս Փանոսյան ծնած է 1958-ին Քեսապ։ Նախնական ուսումը ստացած է Քեսապի ուսումնասիրած Միացյալ վարժարանին մեջ, իսկ 1971-ին ընդունված է Մեդիդան Անգելիգիո գաթողիկոսության թբրևանք, որուն ժառանգավորած բաժինը ավարտելով 1976-ին Սարգսակ ցերնաթրված է, 1980-ին ցերնաթրված է Ափեղա, մինչև 1982 վանական պաշտոններուն առընթեր թբրևանքի մեջ շարունակած է դասավանդել հայագիտական նյութեր։ 1982-ին մինչև 2002 ծառայած է Հունաստանի, Միացյալ Նահանգներու արևելյան թեմի, Շիկագոյի եւ Կանադայի թեմերուն մեջ եւ 1993-ին ստացած է ծայրակույն վարդապետության գարքը։ 2002-ին վերադարձած է Մայրավանք եւ մեկ տարվան համար ստանձնած թրջնոց փույնի դեսչության պաշտոնը։ 2004-ին 2006 դարձյալ Միացյալ Նահանգներու արևելյան թեմին մեջ ծառայած է հովվական պաշտոնով, իսկ 2006-ին 2011 ստանձնած է Անտիլիասի թբրևանքի դեսչության պաշտոնը։ 2008-ին ցերնաթրված է եպիսկոպոս, իսկ 2011-ին ի վեր Քուեյթի եւ Ձոցի երկիրներու գաթողիկոսական փոխանորդ նշանակված է Մեդիդան Անգելիգիո Արամ առաջին վեհապար հայրաբեդին գողմե։ Եվ այժմ գարնենք ծանոթում այն ընդմիջում, որ մեկ Ադրբեջանի մեջ այսօր գավառվի նախագահական ընտրություններու քարոզարշավը։ Շարունակենք մեր հաղորդումը։ Հայաստանի արտաքին գործոստնախարար Էդուարդ Նալբանդյան Բրյուսելի մեջ այսօր հանդիպում ունեցավ Եվրոպական միության արտաքին գործոստնախարար Քեթրին Էշթոնի հետ։ Կողմերը քննարկեցին Եվրոմիություն Հայաստան երկկողմանի հարաբերությունները, ինչպես նաև Վիլնյուսի մեջ նոյեմբերի վերջին գայանալիք Արևելյան գործընկերության կակատնաժողովի նախապատրաստման հարցը։ Էշտոն ընդգծեց, որ Եվրոպական միությունը հավատարիմ կմնա բոլոր ոլորտները ներս Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու դիրքորոշման, որոնք համատեղելի են Հայաստանի Մաքսային միության անդամակցության հետ կապված Երևանի բարդավորություններուն հետ։ Նալբանդյան իր գարքին ասավ, որ Հայաստանը վճռական է դրամատրված Եվրոպական միության հետ հարաբերությունները զարգացնելու հարցով եւ կշարունակե բարեփոխումները։ Հայաստանի ղարավարությունը վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ այսօր կմարեց արտագաղթ նիստը, որուն ընթացքին արձագանք 2013 ռազմավարական հրամանատարական ղեկավարման զորավարժություններու ծիրեն ներս ղարավարության անդամները առաջարկություններ ներկայացուցին վարչապետին հնարավոր սպառնալիքներու չեզոքացման եւ հանրապետության պաշտպանության նախապատրաստման ուղղված քայլերու վերաբերյալ։ Հայաստանի զինված ուժերու զարգացման ծրագրին համաձայն տեղի ունեցող արձագանք 2013 զորավարժություններու ծիրին մեջ եւս Հայաստանի նախագահ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյան գլխավորեց Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստը։ Քննարկվեցան Հայաստանի շուրջ ստեղծված պայմանական ռազմաքաղաքական իրավիճակը եւ պետության բարձրագույն պաշտոնադարանցերու աշխատանքը ռազմաքաղաքական որոշումներու կայացման ընթացքին։ Խորհրդի անդամները առաջարկներ ներկայացուցին նախագահին սպառնալիքներու չեզոքացման եւ պետության պաշտպանության նախապատրաստության ուղղված քայլերու վերաբերյալ։ Հայաստանի Սփյուռքի նախարարության մեջ տեղի ունեցավ 2280 սուրիահայ ուսանողներու 2013-2014 ուսումնական դարվան գրթավճարներու փոխհատուցման վկայակիրներու հանձնման հանդիսավոր արարողությունը։ Փոխհատուցումն իրականացվեցավ Հայաստանի ղարավարության, Հայկական բարեգործական ընդհանուր միության եւ Քալուստ Գյուլբենգյան հիմնարկության միացյալ ջանքերով։ Ողջունելով Սուրիահայ ուսանողությանը Հայաստանի Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան գոչ ուղեց ցերկ բերած գիտելիքները ծառայեցնել Հայաստանի եւ հանուն հայրենիքի բարգավաճման։ Արդեն սկսան Էրեբունի Երևանի 2795 դոնագադարության նախապատրաստական աշխատանքները։ Երևանի փողոցները զարդարվեցան եռակույն եւ մայրաքաղաքի տարիքը հիշեցնող 3000-ը ավելի թրոշներով։ Երևանի 9 գամուրջներու վրա դեղատրվեցան թրոշակափուրքեր։ Էրեբունի Երևան 2795 դոնագադարությունը կգայանա հոկտեմբեր 11-ին եւ 12-ին։
Շրջանային եւ միջազգային այլազան լուրերով ՄԱԳ-ի կողմէ հրաբարակված դեղեկագրի համաձայն հառաջիկա 2014 տարին շատ ձանր պիտի ըլլա Սուրիո համար։ Եթե Սուրիո դակնաբը որոշ հանգուցալուծումը չաբրի, ապա սպասելի է, որ ավելի քան 4 միլիոն սուրիացիներ դուրս գան երկրեն, մարդկային իրավիճակներու ծանրացում են սնունդի բագասեն եւ հատկապես արյունալի փախումներ են խույս տալու համար։ Առ այդ ՄԱԳ-ի ընդհանուր քարտուղար Բան Կի Մուն առաջարկած է ստեղծել ՄԱԳ-ի եւ քիմիական զենքի արգելման գազագերբության համատեղ առաքելություն Սուրիո քիմիական զենքերու բահեստային մասերու ոչնչացման համար։ Այս մասին ասված է Բան Կի Մունի նամակին մեջ, որ ան ուղարկած է ՄԱԳ-ի անվտանգության խորհրդին, առաջարկելով, որ այս առաքելության համար անհրաժեշտ մասնակիցներուն թիվը բարձրացվի 100-ի, ինչպես ՄԱԳ-ի, այնպես էլ քիմիական զենքի արգելման գազագերբության կողմէ։ Բացի այդ, ընդհանուր քարտուղարը առաջարկած է Գիբրոսի մեջ ստեղծել եւս մեկ խարիսխ քիմիական զենքի ոչնչացման համար։ Բան Կի Մունի կարծիքով Սուրիո իշխանություններ կգադարեն բոլոր աշխատանքները, որպեսզի օգնեն մասնակիցներուն ոչնչացնելու քիմիական զենքը։ Գանցնինք Եգիպտոս, ուր ինտիմատիր ուսանողներ այսօր փողոքի հավաքումը պիտի գադարեն իրենց սելով երկրի մեջ արդարությունը վերահաստատելու նպատակով։ Նշենք, որ ըստ ինտիմատիր փամփերի նախադեсված է, որ այս շաբաթ վերադիրանալ հոկտեմբերի հաղթանակի ոգին խորակրով փողոքի հավաքները թաթար պիտի չունենան։ Երկրին մեջ 3 դեղի ունեցած արյունալի բայթումներու եւ զինվորական ու ապահովական կառույցները թիրախնդրած հարձակումներուն զուգահեռ եգիպտական թերթեր հուշեցին կառավարական որոշումի մասին, ըստ որում իսլամական եղբայրներ շարժումը պիտի չնչվի ընկերային գազագերբություններու հadoop ցանկերեն եւ դառնա անօրեն գազագերբություն։ Ադրբեջանի մեջ այսօր ավարտեցավ նախագահական ընտրություններու քարոզարշավը, իսկ վաղը դեղի կունենա ընտրությունները, որոնց կմասնակցին 10 թեկնածուներ։ Ամենայն հավանականությամբ, սակայն գրգին նախագահ կընտրվի գործող նախագահ Իլհամ Ալիև, որոնց ցերքին կգտնվին լրատվամիջոցներն ու pedagogan ծառայությունները։ Ադրբեջանի մեջ նախագահական ընտրությունները դեղի կունենան 5 տարին անգամ։ Գանցնինք Բրազիլ։ Բրազիլիո մեջ երեկոյան ուսուցիչներու փողոքի շարժումները վերածված են փախումներու Ռիո դե Ժանեյրոյի եւ Սան Պաուլոյի մեջ։ Ռիո դե Ժանեյրոյի մեջ երթի դուրս եկած են ավելի քան 10,000 հոգի։ Երեկոյան ցուցարարներեն ոմանք սկսած են օրինազանցություններու եւ այրող շիշերը սկսած են նետել հասարակական շենքերու վրա։ Ի պատասխան ոստիկանությունը արցունքաբեր գազով փորձած է սանցել օրինախախտները։ Սան Պաուլոյի մեջ եւս փախումներ տեղի ունեցած են ցուցարարներու եւ իրավաբաններու միջև։ Բազմաթիվ տրամադուներ, որ արդեն իսկ 2 շաբաթ է ի վեր չէին աշխատիր, գործաթուլներու պատճառով թալանված են անձանոթ թիմագավոր անձերու կողմէ։ Գանցնինք այլազան լուրերու։ Ֆիզիկայի բնագավառի մեջ 2013 թվականի Նոբելյան մրցանակին արժանացած են բրիտանացի գիտնականներ Փիթեր Հիգս եւ բելգիկացի Ֆրանսուଆ Էնգլեր բոզոնի X դառնական մասնիկի քոյության դեսական հիմնավորման համար։ Հիշեցնենք, որ մրցանակներու հանձնումի արարողությունը դեղի կունենա Ստոկհոլմի մեջ դեկտեմբեր 10-ին։ Ռուսիո մեջ երկրորդ անգամ նլալով հանգած է ողիմպիական գրագը, որ մարաթոնյան վազքով գանցնի Մոսկվային։ Գրագը հանգած է եւ հերթական չահագիրը գանցներ Կրեմլինի մոդով։ Մարդիկ շտաբած են օգնելու չահը բռնած մարզիկին, փորձելով վարել զայն հրահանով։ Կադրի ետին գլսվի, քոնե այս անգամ ոչ հրահանով արդահայտությունը։ Անհաջող փորձ է ետք, ողիմպիական խորհրդանիշը հնարավոր եղած է վարել մեկ այլ չահով եւ մարզիկը շարունակած է իր ուղին։ Հատկանշական է, որ 3 գրագը եւս հանգած էր, երբ զայն կդեղափոխեր առասպելադիպ լողորդ հայազգի մարզիկ Շավարժ Ղարաբեդյան։ Հիշեցնենք, որ հառաջիկա 4 ամիսներում ողիմպիական գրագը գանցնի Ռուսիո շարք քաղաքներով եւ ի վերջո կհասնի Սոչի, ուր կգայանա Սմերնային 22-րդ ողիմպիական խաղերը։ Հարգելի ակնթիրներ, այսպիսով կհասնենք հաղորդման ավարտին, սակայն առայդ հիշեցնենք մեր այսօրվան գլխավոր լուրերը։ Շահե եպիսկոպոս Փանոսյան կընտրվի Լիբանանի հայոց թեմի առաջնորդ։ Բրի Ժնևի մեջ խոսակցություններ կունենա Աբրահամյանի հետ։ Բան կառաջարկե քիմիական զենքերու հավելյալ մասնակիցներ ղրկել Սուրիա։ Եվ այսպիսով կավարտենք հայերեն լուրերու հաղորդումը։ Ցտեսություն։